աշակերտներ, այսօր մենք ձեր հետ նոր թեմա ենք ասելու, թեմայի վերնագիրն է եռանկյան անկյունների գումարը։ Սակայն մինչ նոր թեմա ասելը, մենք պետք է հայտորոշիչ աշխատանք կատարենք, որպեսզի տեսնենք այս թեմայի շրջանակում դուք ինչ գիտեք, որ դրա վրա մենք սկսենք ավելացնել նոր գիտելիքներ։ Գնանք առաջ, հայտորոշենք մեր գիտելիքները այս թեմայի շրջանակում։ Հարցեր է տված, հարցերը կարդում ենք և հարցերին պատասխանում ենք։ Կարդա դուք։ Որ ուղիղներն են անվանում զուգահեռ, երկու ուղիղներ անվանում են զուգահեռ, եթե նրանք չեն ասում։ Ապրես, հաջորդ հարցով է ուզում կարդալ։ Կարդա։ Տեղակերպեք զուգահեռ ուղիղների աքսիոմը։ Ուղիղ դուրս գտնվող կետով տրված ուղին կարելի է տանել մեկ զուգահեռ ուղիղ։ Հաջորդ հարցով է ուզում կարդալ։ Կարդա։ Քանի աշճան է փրված անկյուն 180 աշճան։ Փրված անկյունը 180 աշճան է։ Ով կարող է գծել փրված անկյուն։ Արի գծի։ Արագ, միայն արագ, փրված անկյուն։ Ճիշտ է, փրված անկյունը դու նոր ասեցիր քանի աստիճան է։ Ով կարող է սահմանել փրված ուղիղը։ Այդ անկյունը, որի կողմերը մեկ ուսի շարունակում է, կոչվում է փրված անկյուն։ Ճիշտ է։ Հիմա ասում ենք հաջորդ հարցերի։ Միտքը պետք է շարունակել։ Այս հարցի իմաստն է, որ միտքը պետք է շարունակել։ Կարդա Սարգիս ջան։ Երկու զուգահեռ ուղիղներ հատողով հատողից հատչելի անկյուններ հավասար։ Ապրես, ով է կարդում, կարդա Արչիկ ջան։ Երկու զուգահեռ ուղիղներ հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը հավասար է 180 աստիճան։ Ճիշտ է։ Կարդա դու Լիլիան ջան։ Երկու զուգահեռ ուղիղներ հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են։ Ապրեք, գնում ենք պնդումների, որտեղ պետք է կարդանք ու ասենք ճիշտ է, թե սխալ։ Ով է ուզում կարդալ, Ալեն կարդա։ Անկյուն 3 և անկյուն 5-ը խաչատիր անկյուններ են, ճիշտ է։ Այո, ճիշտ է, անկյուն 3-ը և անկյուն 5-ը ճիշտ է։ Հաջորդ ով եք ուզում կարդալ, կարդա դու աղջիկ ջան։ Անկյուն 1-ը և անկյուն 2-ը միակողմանի անկյուններ են սխալ են։ Անկյուն 1-ը և անկյուն 2-ը ինչպիսի անկյուններ են բա։ Կից անկյուններ են, ապրես շատ, հաջորդ հարցներ, ով է ուզում կարդալ, դու կարդա։ Անկյուն 2-ը և անկյուն 6-ը համապատասխան անկյուններ են։ Ճիշտ է, ապրես, հաջորդ հարցով է ուզում կարդալ, դու կարդա։ Անկյուն 3 և անկյուն 8-ը միակողմանի անկյուններ են, ճիշտ է։ Ճիշտ է, գնացինք հիմա, քանի որ մեր նոր թեման եռանկյանն է վերաբերվում, եռանկյան անկյունների գումարի մասին է խոսքը և լինելու է նաև եռանկյան արտաքին անկյան հատկությունը, մենք նախ իմանանք, որ պատկերն է եռանկյուն, սահմանենք, թեկուզ տեսքով գիտենք այդ պատկերը։ Լուիզա, կարող ես կանգնել ու աղջիկ ջան ասել, սա ինչ պատկեր է Լուիզա։ Եռանկյուն։ Ապրի Լուիզան գիտի եռանկյուն, նստի Լուիզա, հիմա ով կարող է սահմանել եռանկյունը, Գևորգ ասա տեսնեմ։ Մի ուղի վրա չգտնվող 3 կետերի միասին կազմվածներով կստանանք մի պատկեր, որը կանվանենք եռանկյուն։ Ապրեք, Լուիզա կանգնի ոտքի, եռանկյունը քանի անկյուն ունի։ 3։ Ապրի Լուիզա։ Գնացինք հաջորդ հարցը, որը արդեն մեր նոր դասին է վերաբերվում։ Ուշադիր լսեք, մենք կրկնեցինք այն հարցերը և այն ամենը, ինչ որ մենք գիտենք, բայց հիմա նոր թեմա է գալիս, որը եռանկյուններին է վերաբերում։ Այստեղ փորձել են պատկերել եռանկյան անկյունները կտրվածքով և եռանկյան անկյունները կտրենք, տեղավորենք միևնույն գագաթի վրա կստանանք ինչպիսի անկյուն։ Փրված անկյուն։ Հիմա փորձեմ սա բացել ու ցույց տալ ավելի հետաքրքիր ձևով։ Երևում է։ Մկրատով կտրում եմ ու տեղավորում եմ։ Եղավ ինչպիսի անկյուն։ Փրված անկյուն, որը 180 աստիճան է։ Հիմա սահմանում եմ թեորեմը։ Եռանկյան անկյունների գումարը միշտ 180 աստիճան է։ Իհարկե մի քիչ այս իմ ասած է եւ իմ պատկերած է, մի քիչ կարող է վստահություն չառաջացնել ձեր մոտ, միջև դա չապացուցեք։ Փորձենք ապացուցել, որ իրականում եռանկյան բոլոր անկյունների
գումարը ինչպիսի եռանկյուն ուզում է լինել 180 աստիճան է։ Նայում եք գրատախտակի։ Վեր գագաթով տանեմ AC կողմի զուգահեռ ուղիղ։ Տեսա՞ք? A ուղիղը։ Տեսնում եք։ Այո։ Եվ նշեցի, որ A զուգահեռ է AC-ի։ Դիտարկել անկյուն A եւ անկյուն 1-ը, ով կարող է ասել, անկյուն A-ն եւ անկյուն A1-ը ինչպիսի անկյուններ են։ Ասա, խաչադիր։ Հետևաբար ինչ։ Ասա տեսնեմ։ Քանի որ A ուղիղը զուգահեռ է AC-ին, ուրեմն այդ անկյունները հավասար են։ Ապրես շատ, փաստորեն անկյուն 1-ը հավասար է անկյուն A-ին։ Գնանք առաջ։ Անկյուն C-ն, տեսնում եք, անկյուն 2-ի հետ ինչպիսի անկյուն է։ Ասա, Խաչադիր անկյուններ ու եւ հավասար են։ եւ ինչի համար են հավասար։ Որովհետեւ խաչադիր անկյուններ են։ Որովհետեւ խաչադիր անկյուններ այդ ձևով չենք ասում, ասա տեսնեք։ Որովհետեւ A ուղիղը զուգահեռ է B ուղիղին։ Միշտ խաչադիր անկյունները իրար հավասար լինել չեն կարող։ Երբ ուղիղները զուգահեռ են իրար։ Այստեղից տեսնում ենք, որ ուշադիր լսեք։ Անկյուն 1 ու տեսեք, անկյուն 2 եւ գումարած այս ներսի անկյունը, B անկյունը տեսնում եք։ Տեսնում եք, ցույց եմ տալիս լավով։ Միասին որ իրար հետ միասին դիտարկենք, ինչպիսի անկյուն կլինի։ Հրված, ապրել։ Հիմա դուրս եկավ անկյուն 1-ը A-ին է հավասար, անկյուն 2-ը C-ին է հավասար։ Հիմա B անկյանը գումարես անկյուն A, գումարես անկյուն C, նույն բանը չի։ B անկյանը գումարես անկյուն 1, գումարես անկյուն 2։ Ապացուցեցին այս թեորեմը։ Հիմա ապացուցենք երկրորդ կարևոր թեորեմը։ Եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան է։ Ճիշտ է։ Անկյուն 3 այս եռանկյան անկյուն է, չէ՞։ Այո։ Անկյուն 4-ը արտաքին անկյուն է։ Միասին քանի աստիճան է։ 180 աստիճան։ Հիմա եռանկյան անկյունների գումարը քանի աստիճան է։ 180 աստիճան։ Դուրս եկավ 3-ի գումարած 1, գումարած 2 անկյունները էլի 180 է, 3-ի գումարած անկյուն 4-ը էլի 180 է։ Հետևաբար ինչ եզրակացություն կարող ենք անել։ Ասա դու աղջիկ ջան։ Որ եռանկյան արտաքին անկյունը մեծ է իրեն ոչքից անկյունների գումարը։ Համաձայն անկյունների գումարից, անկյուններից յուրաքանչյուրից, բայց Էլ ինչ կարող ենք ենթադրել, ասա։ Որ անկյունը հավասար է նրա ոչքից երկու անկյունների գումարը։ Ապրես, արտաքին անկյունը եւ ներքին իրենքից անկյունը միասին 180 աստիճան է։ Ներքին այս անկյունը սրանց հետ էլ է 180 աստիճան։ Դուրս չեկա որ անկյուն 4-ը այնքան է որքան անկյուն 1 գումարած անկյուն 2-ը։ Եղավ։ Հասկացա՞ք։ Սա է երկրորդ թեորեմը։ Փաստորեն մենք ձեր հետ երկու թեորեմ ասեցինք եռանկյան անկյունների վերաբերյալ։ Անկյունների վերաբերյալ։ Ով կարող է առաջինը ասել։ Առաջինը որ թեորեմն է, որ ապացուցեցինք նույնիսկ միասին։ Ասա տեսեք։ Ապրես, ինչպիսի եռանկյուն ուզում եք լինել, անկյունների գումարը 180 աստիճան է։ Մյուս թեորեմը որն է, որը հենց ձեր դիմաց դրված է։ Ուրիշ, ասա Ալեն ջան։ Արտաքին անկյունը հավասար է եւ ոչինչ անկյունների գումարը։ Ապրես, միշտ արտաքին անկյունը, եռանկյան արտաքին անկյունը հավասար է իրեն ոչքից անկյունների գումարին։ Սա մեր դասն է եւ իմ նպատակն է, որ դուք իմանաք այս երկու թեորեմը եւս եւ նրա ապացույցը արդեն հեշտ է, տեսա։ Ապացույց, որ մենք կիրառենք այս գիտելիքները մեր հետագա երկրաչափական խնդիրները լուծելիս։ Հիմա մենք իմանալով, որ եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան է, եռանկյան ցանկացած արտաքին անկյուն հավասար է իրեն ոչքից երկու անկյունների գումարին, այս երկու թեորեմները այսօր ուսումնասիրելով պետք է տեսնել, արդյոք մեր մոտ մնայուն գիտելիք եղավ այսքանից։ Բարձր ստուգում ենք, գոյություն ունեն արդյոք եռանկյուններ նշված անկյուններով, նայում ենք, առաջինը ձեր մոտ հաշվարկը կատարում եք, գրավոր ձևով, թե բանավոր, ոնց եք կարողանում արագ հաշվել։ Եվ առաջինին ով կարող է պատասխան տալ եւ հիմնավորի
պատասխանը նայում եք, արել ոտքի կանգնի, կանգնեք, կարդաք, 90 աստիճան, 30 աստիճան, 60 աստիճան։ կարող է այսպիսի անկյուններով եռանկյուն լինել, Այո։ ինչու համար, Ուղղանկյուն եռանկյուն։ ուղղանկյուն եռանկյուն, դա 90 աստիճանով գտար, բայց ինչով ես համոզված, որ հաստատ ինքը եռանկյուն է, Որովհետև 90 աստիճան գումարած 30 աստիճան և գումարած 60 աստիճան հավասար է 60 ապրես, 180 աստիճան է, հաջորդ աստիճանների թվերով կարող է եռանկյուն լինել, Ոչ չի կարող, քանի որ յուրաքանչյուր եռանկյուն ունի 170 աստիճան։ Իսկ տվյալ աստիճանները եթե գումարենք իրար, կստանանք 248 աստիճան։ Ճիշտ ես ասում, ինքը ճիշտ ձևակերպի, յուրաքանչյուր եռանկյան անկյունների գումարը Հավասար է 180 աստիճան։ Հիմա 32 գումարած 40 գումարած 100 քանի աստիճան է տալիս 180 է դու քանի աստիճան ես ասել ոչ է եւ ո՞նց է տակիններն է երևի հաշվել հա սա չգիտեմ որն է հաշվել ճիշտ է սա էլ է 180 աստիճան լինում իսկ սա ով է հաշվել ասա տեսներ քանի աստիճան է Եվ վերջինով է ուզում ասել, ուրիշ, Սարգիս ասա, Ոչ ոչինչ չունի, որտեղ 30 գումար 40 գումարացություն հավասար է 180 աստիճան։ Կանգնի աղջիկ ջան դու։ Եռանկյան անկյունների գումարը քանի աստիճան է նոր որը։ Ասա բարձր 180 բարձր մի հատ է 180 աստիճան է։ Արևի դու կանգնի ոտքի։ Եռանկյան արտաքին անկյունը ինչի է հավասար։ Ով կօգնի է։ Ասա տեսնեմ։ Ասա։ Եռանկյան արտաքին անկյուն իրեն ոչ կից երկու անկյունների գումարը։ Ախր մենք նայում ենք այստեղ, բոլորը նայում ենք այստեղ։ Եռանկյան արտաքին անկյունը, տեսնում ես գրատախտակի ցույց եք տալիս։ Հավասար է իրեն ոչ կից, երեքի հետ գործ չունենք, ոչ կիցը անկյուն 1-ը եւ անկյուն 2-ն է։ Հավասար է անկյուն 1-ի գումարած անկյուն 2-ը։ Ասա արևիկ նորից։ Եռանկյան արտաքին Անկյունը հավասար է նրան ոչ կից անկյունների գումարը Ահա, մի վախեցի, նոր ենք ասել, փաստը որ չպիտի կարողանաս միանգամից ասել ամեն ինչ։ Վարժանքն է կատարեցինք, հիմա խնդիր կատարենք։ Խնդիր լուծենք եւ այսպես դասը ավարտում ենք վեր հիշելով մեր այսօրվա անցած նոր թեմայի երկու կարևոր գաղափարները, որը վերաբերում է եռանկյան անկյուններին։ Ով կարող է ասել առաջի թեորեմը, ասա տեսնեմ, ապրես, ով նորից կարող է կրկնել, Սարգիս, ասա տեսնեմ։ Եռանկյան անկյունների գումարը հավասար է 180 աստիճան Եթե կանգնի ոտքի, եթե եռանկյունը լինի սուրանկյուն եռանկյուն, այդ ամենը տեղի է ունենալու այդ եռանկյան համար։ Այո, բոլոր եռանկյունների համար դա լինելու է։ Երկրորդ կարևոր թեորեմով կարող է ասել, նոր ձեռք եմ ուզում, նոր ասա դու։ Եռանկյան արտաքին անկյունը հավասար է իրենց ոչ կից երկու անկյունների գումարը։ Ապրես։ Մենք դասն արեցինք, գործնականորեն կիրառեցինք խնդիրների լուծման մեջ, սա է ձեր տնային աշխատանք։ Գրացեք ձեր տնային աշխատանքը և շնորհակալ